Այդպես, միասին շարունակենք դիտարկել խնդիրների դիտարկումը տեքստային, այս անգամ դիտարկենք հետևյալ խնդիրը։ Առաջին ապրանքի գինը 80 դրամ է։ Եկեք նշենք, առաջին ապրանքի գինը 80 դրամ է։ Երկրորդ ապրանքի գինը առաջին ապրանքի գինից պակաս է 80%-ով։ Հետևաբար երկրորդ ապրանքի գինը կարանք հաշվենք հետևյալ կերպ 80 անգամ առաջինից 20%-ով պակաս, այսինքն առաջինի 80%-ն է կազմում 80 100-երորդ։ Այս 80-ը առաջինի, այս 80-ը, որը որ տված է սա էլ, քանի որ 20% պակաս է, հետաբար կազմում է իր 80%, այսինքն բազմապատկվեն 80 100-երորդը, որն էլ հավասար է 64 դրամի։ Լավ, սա իրական այլ կերպ է կարող ենք հաշվի, այս 64-ը այլ կերպ է կարող ենք ստանալ, ուղղակի սա եւս լուծումներից մոտեցումից մեկն է, որ կարելի է դիտարկել։ Քանի դրամ արժե երկրորդ ապրանքը, ուրեմն հասկացանք, որ երկրորդ ապրանքը արժե 64 դրամ։ Երկրորդ հարցը, քանի տոկոս պետք է ավելացնել երկրորդ ապրանքի գինը, որպեսզի առաջին եւ երկրորդ ապրանքի գները հավասարվեն։ Հիմա երկրորդ ապրանքի գինը 64 է, չէ՞, այսինքն պետք է ինչ-որ տոկոս ավելացնել, այսինքն ես պետք է հասկանամ 100-ին գումարեմ ինչ է, որ բաժանած 100-ի, այսինքն ինչքանով եմ բարձրացնել, որ ստանամ սա հավասար լինի 80-ի։ Ու այստեղ իհարկե արդեն պետք է գտնենք pen գտնելու համար եկեք սա մաքրեմ, ինձ պետք չի։ Այս 100-ը տանենք աճ մաս, կստանանք հետևյալը, ուստեղ բացենք 64 անգամ 100-ը կտա, այս 64-ը 100-ի հետ բազմապատկի մի հատ է pay, այստեղ կստացի 6400 գումարած 64 pen հավասար է 8000, ստեղից է 64 pen հավասար է 1600-ի, իսկ pen-ը հավասար է 1600-ը բաժանած 64-ի, որն էլ հերթին հավասար է 25։ Այսինքն 25%-ով պետք է ավելացնեմ երկրորդ ապրանքի գինը, որպեսզի հասնեմ 80-ին։ Նպար 25%։ Երրորդ հարցը կդառնա երկրորդ ապրանքի գինը, եթե սկզբնական գինը համեմատ նրա գինը երկու անգամ հաջորդաբար բարձրացվի 25%-ով։ Հիմա տեսեք, խոսքը այստեղ գնում է երկրորդ ապրանքի գնի մասին։ Ուրեմն ունեմ երկրորդ ապրանքի գինը 64 դրամ է։ 64 դրամը մի հատ բարձրացնում եմ 25%-ով, այսինքն սա պետք է լինի 100 գումարած 25 բաժանած 100-ի, այսենց։ Հիմա այս ստացված ապրանքի գինը եւս մեկ անգամ բարձրացնում եմ 25%-ով, այսինքն 100 գումարած 25 բաժանած 100-ի, այսպես։ Եվ փորձենք այստեղ հաշվել այս արտահայտության արժեքը հավասար է։ Ու ստացվում է ինչ 64 անգամ, այստեղ 125, մի հատ էլ 125 էր այս կողմում, 125 բաժանած 100 անգամ 100։ Հիմա այս 125-ը այս 100-ի հետ կտա 5/4, այս 125-ը այս 100-ի հետ կտա էլի 5/4, 4-4-ի հետ 16, 64-ը 16-ի հետ կրճատելով կստանանք 4, այսինքն 4 անգամ 5 անգամ 5-ն է, որը հավասար է 100-ի։ Հետաբար ստացանք 100 դրամ կդառնա եւ 4 հարցը, քանի դրամ կլինի առաջին ապրանքի գինը, եթե այն բարձրացնենք, եկեք սա մաքրեմ, առաջին ապրանքին, եթե այն բարձրացնենք 25%-ով, այնուհետև իջացնենք եւս 25%-ով։ Հիմա տեսեք, առաջին ապրանքի գինը որ բարձրացնենք 25%-ով, նշանակում է հետևյալ 80-ը պետք է բազմապատկեմ 100 գումարած 25 100-երորդով։ Սա կստացված կլինի առաջին ապրանքի գինը։ Հաջորդիվ ասում է, որ այն իջացվում է 25%-ով, այսինքն սա 75%-ն է ինձ պետք։ 75 100-երորդը, որտեղ սա 25%-ը պետք է հաշվեմ, հետո ընդհանուրից հանեմ դա, այդ նույնն է, ոնց հաշվում 75%-ը։ Սա էլ հերթին հավասար է։ Ոստեղ 100 անգամ 100, 80 անգամ 125 անգամ 75, այս 125-ը 100-ի հետ 5/4, այս 175-ի հետ 3/4, ստացանք ինչ։ 5 անգամ 3 15 անգամ 80-ը բաժանած 16-ի էլ 5-ով է կրճատվում, 15 անգամ 5, որն է հավասար 75-ի։ Այսինքն ստացանք, որ կլինի 75 դրամ։ Վերջ ընկերներ, այսքան այս խնդրի հետ կապված, եթե հարցեր ունեք մեկնաբանության դաշտում գալու, չմոռանաք բաժանորդագրվել YouTube-յան ալիքին։ Լավ մնացեք, կհանդիպենք։